Երևանի քաղաքապետարանը քննարկել ու մերժում է մայրաքաղաքի տոնը չեղարկելու պահանջը։ Մենք այլ մարդկանց կամ այլ պետության ջրաղացին ենք ջուր լցնում։ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, փոխքաղաքապետ Արամ Սուքասյանը բացատրում է ինչու է պետք տոնը հպարտությամբ ու ներկայանալի նշել։ Հազարավոր ստորագրություններով պահանջին տոնակատարության գումարն ուղղել սահմանամերձ գյուղեր, քաղաքային իշխանությունները հակադարձում են հիշելով սահմանապահներին։ Հարգվի սահմանապահի, մեր զինվորի ոգին եւ միջոցառումները կայանան։ Բարերին սրտի ուղեկից հավերժ երիտասարդ Երևան։ Տոնը նշելու համար միայն համայնքային բյուջեից այս տարի ծախսվելու է 130 միլիոն դրամ, ավելի քան $270,000, որը փոխքաղաքապետի պնդմամբ չի կարող օգտագործվել Երևանից դուրս, օրենքի պահանջն է։ Եվս 30 միլիոն էլ արդեն հավաքել են հովանավորներից, բայց դա էլ սահման չեն ուղարկի։ Մենք բարոյական իրավունք չունենք ուղղորդելու նպատակային տրված գումարը մեկ այլ նպատակի։ Որքան էլ որ եւ խնդիրը լինի բոլորիս համար մտահոգիչ։ Տարոն Մարգարյանը նաև մտադիր չէ համեստ նշել տոնը։ Քաղաքապետարանում արդեն համեստ են համարում միլիոնավոր դրամների ծախսը համեմատելով այլ քաղաքների հետ։ Խնդրանք զանգեր են ստացել, հրավառությունից հանկարծ չհրաժարվեք։ Աղմկահարույց ստորագրահավաքից հետո էլ որևէ երգիչ չի մերժել մասնակցել այս տարվա համերգին։ Դրսից աստղերի չեն հրավիրել, տեղականները կստանան 100-ից 150 հազարական դրամ հոնորար։ Քաղաքապետարանը բարեգործական հիմնարկ չէ, սահմանային գյուղերին օգնելու թեման փակում է Արամ Սուքասյանը միաժամանակ տեղեկացնելով, որ արդեն վաղվանից շուրջ 2800 ընտանիքների կենցաղային տեխնիկա են բաժանելու, բարեգործություն նվեր Երևանի տոնին։ Նվերից չէին հրաժարվի Երևանից 140 կիլոմետր հեռու սահմանամերձ Գետահովիտում։ Այստեղ լսել են առաջարկը չնշել Երևանի տոնն ու գումարով օրինակ իրենց գյուղի խմելու ջրի հարցը լուծել։ Մարդիկ շատ նեղ վիճակում են ապրում, շեցիրը կրակոցնի է, ավելի գումա տան թոժղորթը յուլակինան ապրեն։ Տոնը ինչ է, եթե կրակոցներ ասենք, մարդիկ մահանում են, ասենք ինչքան վնասներ ունենք մենք հիմա ներկապահին։ Ավելի ավա գումարով օգնեն։ Պարսիոր օգնություն լինի։ Տոնակատարություն եւ ուզանա կարան ենք։ Թեկուզ վարուցանքի պահով աջակցություն չենք տենում, մի սերմացու են տալու վերջերն են համայնքին տան, ջրի հարցա, ռոկման ջրի հարցա, տուժածներին տան, գազատարուն են որ պայթեցրել են, երբ որ կլավանա վիճակերն տոնը կանենք։ Հիմա դա պետք է։ Կա չի առաջի 2-րդ, 3-րդ, 4-րդ, առաջինից սկսենք։ Իդեպ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տոնը նշելու որոշումը կայացրել է հենց ստորագրահավաքի օրերին, տարբեր նախարարությունների հանձնարարելով միջոցներ ձեռնարկել ամեն ինչ պատշաճ կազմակերպելու համար։